Պարոն Հարությունյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի փոխվարչապետ, նախորդիվ մի կարևոր հարց բարձրացեցիք, որին կուզեի նաև մեր մարզպետերը եւ ՏԿ-ն ուշադրություն դարձնի։ Ուրեմն մենք երբեմն բողոքներ ենք ստանում, որ աշխատողներին գումարներ չի վճարվում, որոշ տնտեսվարողների կողմից շինարարների, եւ շատ են դեպքերը, չեմ ասի բոլորը, բայց շատ են դեպքերը, որ օրինակ պարոն Վարդանյանի հետ Քաղաքաշինչ կոմիտեի նախագահի թելը բռնում ենք, գնում ենք բում պատճառների եւ պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը, կամ գումար է ստացել եւ իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել եւ այդ տնտեսվարողները այսպես տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս։ Եվ ես կուզեմ, որ կոմունիկացիան ճիշտ ապահովենք տեղերում, նաև աշխատողների հետ այս զրույցները տանենք, որ ֆիքսենք, որ մենք որևէ դեպքում պարտքեր չենք գոյացնում, որովհետև 1000 անգամ ասել ենք, որ մենք գումարի խնդիր չունենք վճարելու։ Պարզապես տնտեսվարողները պատշաճ չեն հանձնում աշխատանք կամ ընթացիկ աշխատանքներ, որպեսզի գումարները ստանան, եւ կամ այդ գումարը ստանում են եւ այլ նախագծերի վրա են ծախսում եւ աշխատավարձերը չեն վճարում, այսպիսի դեպքերը քիչ չեն եւ խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ այդպիսի տպավորություն են փորձում ստեղծել որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, որ պետությունը չի վճարում այդ գումարը։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, շատ կարևոր դիտարկում եք անում։ Մենք ամբողջ ընթացքում պարոն Խուդասյանի հետ այդ հարցին փորձում ենք ուշադիր լինել, նաև նկատի ունենալով, որ այն փաթեթները, որոնք հաստատման են հասնում, բավական երկար ճանապարհ են անցնում, առնվազն այն քննարկումների տիրույթում, որոնք վերաբերում են նախարարությանը եւ մեր միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին, որոնք վերաբերում են հաստատումներին, մենք փորձում ենք կազմակերպել այնպես, որ այդ տեսանկյունից ուշացումների պատճառ չլինի։ Բայց նորից այստեղ բոլորին է արդեն իմ դիմումը, որ երբ որ մենք հեշտ չի լինելու։ Տեսեք, պարոն Խուդասյանը նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում պետք է եւս 10 միլիարդ դրամի հատկացումների մասին մտածենք եւ ֆինանսների նախարարության հետ դեռ պետք է աշխատենք, որովհետեւ մենք հիմա խոսում ենք լրացուցիչ հատկացումների մասին։ Եկեք հիշենք, որ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը ամբողջությամբ արդեն կառավարության կողմից հատկացված եղել է եւ նաեւ այս 2 միլիարդ 828 միլիոն դրամը լրացուցիչ հատկացման շնորհիվ է կատարվում։ Եվ այն 10 միլիարդ դրամը, որ մենք հաջորդ շաբաթվա ընթացքում կֆինանսավորենք, նույնպես լրացուցիչ հատկացումների միջոցով է տեղի ունենալու եւ դրա արդյունքում անհրաժեշտ է, որ նաեւ կապալառու կազմակերպությունները իրենց աշխատակիցների նախ եւ առաջ եւ հետո նաեւ մատակարարների նկատմամբ պարտավորություններ պատշաճ կատարեն, որովհետեւ դրանից կապված է այս ամբողջ տպավորությունը ծրագրի իրականացման եւ դրա արդյունքների։ Պարոն Հարությունյան, Ես ամենևին չասեցի, որ որոշ օղակներում պետական դանդաղումներ չի լինում, այդպիսի դեպքեր էլ ա եղել, ես չասեցի բոլոր դեպքերում, բայց դեպքերի մի ահագին հատվածում իմ ասած իրավիճակն է ստեղծվում։ պարոն Խուդասյան, խնդրեմ։ Օգտվելով առիթից, պարոն փոխվարչապետ, կուզեմ ասել, որ բոլոր այն դեպքերում, որտեղ շինարարական ընկերությունները մեզ ներկայացել են որոշակի ծավալի հետ կապված աշխատանքների կատարողականներ, համայնքները պատշաճ կերպով այդ կատարողականները ուսումնասիրել են, տվել են մարզպետի աշխատակազմ, որից հետո մարզպետի աշխատակազմը տեղում ուսումնասիրություն է իրականացրել ծավալների մասով եւ փոխանցվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն նախագիծ պատրաստելու համար ամբողջությամբ համակարծիք եմ պարոն Հարությունյանի հետ, սա ասում եմ տրամաբանության մեջ, որ շինարարական ընկերության աշխատակիցներն էլ իմանան, որ բոլոր այն դեպքերում, երբ որ շինարարը մեզ կատարողական է տվել, մենք դեկտեմբերի 18-ի դրությամբ բոլոր այդ դեպքերում ֆինանսավորումը իրականացրած կլինենք, այսինքն չենք ունենա կատարողական, որը պատշաճ կերպով ստացած եւ տեղում ուսումնասիրություն եւ ծավալներում համոզված կլինենք եւ այդ կատարողականի մասով մենք 2025 թվականը կամփոփենք պարտքով անդրադառնալով նաեւ ձեր ասացին, պարոն փոխվարչապետ, եթե անդրադառնանք սուբվենցիաների մասով մեր կատարողականին եւ եթե հաշվի առնենք այն ծավալը, որը մեր մոտ պատրաստ է եւ արդեն շրջանառել ենք ավելի քան 10 միլիարդ դրամի մասով, պիտի ասեմ, որ մենք տարեսկզբին պլանավորածի համեմատ 200% սուբվենցիաների կատարողական կունենանք եւ ավելի քան 150% ճանապարհների մասով կատարողական կունենանք տարեսկզբի պլանավորածի համեմատ Կուզեմ նաև արձանագրել, որ մենք ճանապարհաշինության մասով
նոյեմբերի վերջ արդեն 505 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել, ասֆալտապատված ճանապարհ ենք կառուցել, որովհետև ճանապարհ կառուցել ենք ավելի շատ, կառուցել ենք նաև գրունտային ճանապարհեր շուրջ 20 կիլոմետր եւ նախորդ տարիներից թերի իրականացած ավելի քան 30 կիլոմետր ճանապարհի վերին շերտ ենք փոխարինել այս տարի, որի մասած 505 կիլոմետրում չկա։ Շնորհակալություն, պարոն Խուդասյան։ Այլ հարցեր կամ դիտարկումներ չկան, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չկա, նախագիծը հաստատում ենք։